ասում է ինչ կտա մեզ, եթե աշխարհի 198 երկրներ ճանաչեն ցեղասպանությունը։ Արդյոք դա երաշխիք է, որ էլ մեզ երբեք չեն ցեղասպանի։ Ոչ, բայց դա կարող է զսպող գործիքներից մեկը լինել։ Դա կարող է համագործակցության դաշտը լինել։ Դա կարող է պատժելու, եթե հանցագործությունը կրկնվի, արդեն արված աշխատանքը լինել։ Ուրեմն ոչ միայն պատմական արդարության վերականգնման, ոչ թե ինչ որ վրեժից ելնելով, որը վրեժի հարց չէ, ռացիոնալության հարց է, այլ Հայաստանի Հանրապետության անվտանգության, հայ ժողովրդի անվտանգության համար է, որ այն կառույցները, որոնք որ հետապնդում են, այն ուժերով, որոնք որ հետապնդում են ցեղասպանության միջազգային ճանաչումը, որպես զսպող գործիք Թուրքիայի համար, որպես կանխարգելում նոր ցեղասպանությունների։ Մենք չենք պնդում, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պիտի լինի Հայաստանի թիվ 1 առաջնային օրակարգ, այդպիսի պնդում ոչ ոք չի արել։ Մենք պնդում ենք, որ այս ամբիոնից տենց ելույթներ պիտի չեն։ Մենք պնդում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը խնդիր պիտի չունենա, երբ որևէ երկիր ճանաչում է հայոց ցեղասպանությունը։ Մենք չենք հասկանում, ինչ է նշանակում հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար մեզ հաշիվ են ներկայացրել։ Այդ ինչ հաշիվ եք փակել։ ԱՄՆ-ն, որ ձեր օրոք ճանաչել է հայոց ցեղասպանությունը, ինչ հաշիվ եք փակել։ Առաջարկում ենք ֆիքսել Հայաստանի Հանրապետությանը սպառնալիք ներկայացնող սուբյեկտներին միջազգային հարաբերությունների։ Մեր համար դա Թուրքիայի պետական քաղաքականությունն է, Ադրբեջանի պետական քաղաքականությունն է։ Մենք ուղիղ, առանց որևէ կաշկանդման ասում ենք, որ այլ միջազգային հարաբերությունների սուբյեկտի պետական քաղաքականություն մեր համար սպառնալիք չի ներկայացնում։